Բարի երեկո, ձեզ այդ սուրանկյունն է, որի նպատակը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Մեր ճանապարհը տանում է դեպի նպատակ եւ կարեւոր չէ թե որքան երկար է այդ ճանապարհը, քանի որ առանց նպատակի չկա գործունեություն։ 2011 թվականին Հայաստան ներկրված եւ աղմուկահանած ցորենի էլիտար սերմացուի խնդիրը նախորդ տարի ամենաքննարկված թեմաներից էր։ Կառավարության ֆինանսավորմամբ ավելի քան 1000 տոննա ցորենի սերմացու էր ներկրվել եւ բաժանվել առնվազն 7 հեկտար հողատարածք ցանկատարածքների պատշաճ մշակման կարողություն եւ ֆինանսական միջոցներ ունեցող ֆերմերներին։ Արդեն 2012-ի գարնանը պարզ դարձավ, որ ծրագրի արդյունավետությունը բարձր չէ։ Գյուղացիները բողոքում էին սերմացուի որակից։ Ավելի ստույգ, շրջանառվում էր կարծիք, թե ներկրվել է ցանքսի համար ոչ պիտանի անհայտ ծագման ցորեն, որից կամ բերք չի ստացվել, կամ էլ շատ քիչ է ստացվել։ Այլ կերպ հերիք չէ բերքը քիչ էր, դեռ պետք է եղածից 1 կիլոգրամի դիմաց պետությանը պայմանագրով վերադարձնեին 2 կիլոգրամ սերմացու։ Հետո խնդրի շուրջ քննարկումները դադարեցին։ Ու հիմա, երբ կրքերը քիչ թե շատ հանդարտվել են ու նշված ծրագրի քննության օբյեկտիվ նախապայմաններ ստեղծվել, որոշեցինք անդրադառնալ թեմային, հասկանալու, արդյոք անորակ եղել սերմացուն, բերք չստացած գյուղացիները կարողացել են կատարել պայմանագրային պարտավորությունները եւ ինչպես է խնդրի մոտենում կառավարությունը։ Շուշանիկ Միրզոյանի որակն է կարևորը տեսանյութը։ Արարատի մարզում չհնձված ցորենի ցանքատարածություններ կան մի քանի համայնքում։ Ցորենը թափվել է գետնին ու այժմ միաժամանակ կարելի է տեսնել թե նախորդ տարվա ցորենի հասկը, թե նոր ծլող ցորենը։ Այն ասենք այժմ օգտագործվում է որպես անասնակեր։ Դեռևս 2011-ին ֆերմերները վաճառել էին իրենց հին սերմացուն ու պետությունից ստացել նորը, էլիտարը, եւ կանգնել կոտրած տաշտակի առաջ։ Ասկի բարձրությունը էս է։ Այս 25 սանտիմետր չկա։ Կոմբայնը չի քաղել։ Այս ծերից թրթեր էր։ Մենք այս սերմացուին չէինք հավանում, իրանց տված այդ էլիտար սերմը բերեցինք, ցանեցինք, քաշվեցինք, հիմա մեր սովորական ցորեն ենք ցանել։ Ես ստացել եմ 1 տոննա 614 կիլո։ Ինչքան եք վերցրած եղել սերմացու։ 3 տոննա։ Էլիտար կոչված սերմից մենք վեկալել ենք 800-ից մի տոննա հեկտարից։ Ֆերմերները զարմանում են։ Ինչու հավատացինք։ Չէ՞ որ հենց սկզբից կասկածելու առիթներ են ունեցել։ Սերմացուի պարկերի վրա գրառում ծագման մասին չի եղել, պայմանագրին ծանոթ չեն եղել։ Մենք չենք կարդացել։ Գրած 3 օրինակից։ Արեք ստորագրեք գյուղնախարարություն։ Գնացել ենք ստորագրել ենք։ Այսօր մարդիկ չեն կարողանում կատարել պայմանագրային պարտավորությունը։ Երկուսը մեկին վերադարձնել սերմացուն։ Հիմա ես 2 միլիոն 100,000 տամ, ես չեմ տա։ Չենք տալու, չունենք, չենք տալու, վերջ։ Ցորենը բերք չի տվել, քանի որ սերմացուն վատն է եղել, մտածել են գյուղացիները ու դիմել դատախազություն։ Պարզվել է, որակի հետ կապված խնդիր չի եղել։ Ֆերմերները տարակուսում են, եթե լավն է, ինչու է գյուղնախարարությունը հրաժարվում հետ վերցնել սերմացուն։ Փոխարենը յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 700 դրամ է պահանջում։ Հիմա ստացած ցորենի կրկնակին չեն ուզում, կիլոն 700 դրամ են ուզում։ Միջազգային շուկայում այդ գինը գոյություն չունի։ Դրել են նույն իրանց հասանելիք սերմը, որ երբ ուզում են գան տանել։ Գյուղնախարարությունում նշում են, խնդիրը ուսումնասիրել է նաև անկախ հանձնաժողովը։ Վատ ծլարձակման պատճառը անբարենպաստ եղանակն է եղել։ Որպես սերմացու բնակլիմական պայմաններին դեռ չուսումնասիրած, դեռ բան չարած, այդ մենք ո՞նց կարող ենք։ Դա պարենի ցորենա էլ է։ Սորտը բերելու համար կան համապատասխան փաստաթղթեր, վկայականներ։ Նույն ֆերմերի մոտ կա զրոյական արդյունք, կա միջին բերք եւ կա բավականին բարձր բերք 50-60 ցենտներ անջրտի պայմաններում բերք։ Ուրեմն սա չի կարելի վերագրել սերմին։ Երբ որ այդ սերմերն արդեն սկսեցին ծլարձակել, նոյեմբերի կեսերին տեղ ունեցավ ջերմաստիճանի կտրուկ նվազում 15-17 աստիճան։ Եվ այդ նոր ծլած եւ թափակալման հանգույց չձևավորած բույսերը իսկապես մեր աչքի առաջ մենք զգում էինք, որ տուժում են։ Լավ, մեր հարևանի ցորենի սերմը քիչ փչացավ։ Ոչ թե փչացել է, այլ չի տվել, բերք չի տվել, չենք ստացել բերք։ Իսկ պայմանագրում ֆորս մաժոր չեն նախատեսել, քանի որ Հայաստանը ռիսկային գոտում է։ Եթե ասենք կարկուտը բերքը 10%-ով վնասեր, ֆերմերները եռակին, քառակին կներկայացնեին ու հետ չէին վերադարձնի ցորենը։ Ֆորս մաժոր չի կիրառվելու եւ մենք չենք բերել դա լոբի չի որ տանենք բաժանենք հումանիտար օգնություն սերմնաբուծության ծրագիր է եւ սերմնաբուծության ծրագրում ընդգրկված մարդիկ պետք է կոշտ քաղաքականության մեջ տեղավորվեն մեկին երկու պետք է սերմացուն հետ վերադարձվի մեզ առաջարկեցին գարու սերմը առաջարկեցին արվույտի սերմը մենք հրաժարվեցինք Սերմաբուծության ծրագրում փոփոխություններ քննարկվում են բայց դրանք պայմանագրին դժվար թե վերաբերեն Այսօրվա դրությամբ էլ ունենք խնդիր կառավարության որոշման արդեն հաստատվել են սերմերի քանակները մարզային հատկացման
Գներն էլ հստակ պահանջները գիտեն, մարզպետարաններից ստացում են նամակներ, կառավարության կողմից հաստատված ծավալների փոփոխություն, բայց արդեն մենք դրա գնումները կազմակերպել ենք։ Սերմերն եկել են եւ լարսում կանգնել են այսօրվա դրությամբ։ Ինչ պայմաններ կիրառենք։ Պատասխանատուները մարդկանց մտահոգությունը հասկանում են։ Ֆերմերներին աջակցելու եւ սոցիալական վիճակը չսրելու նպատակով գյուղնախարարությունը դիմել է կառավարությանը։ Գետը գերան չի բերում, ասում են ամեն անգամ։ Որոշ մարդիկ փաստի առաջ են կանգնած։ Չի ստացվել։ Իրեն ակնկալվող բերքը եւ մարդիկ անհանգ ստացած են։ Անհանգստությունը հիմք ունի։ Մասնավորապես առաջարկվում է զգալիորեն իջեցնել ցորենի սերմացուի փոխարեն պահանջվող գինը, ինչպես նաև հետաձգել վերադարձման ժամկետը։ Պայմանագրի ձևի փոփոխման, դրանում ֆորս մաժորների ներառման, սերմացուի գնի վերահաշվարկի միջնորդությամբ հանդես է եկել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Միջնորդությունը մերժելու դեպքում ֆերմերները սպառնում են դիմել Եվրադատարան։ Շուշանիկ Միրզոյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Մարտի 16-ին Վարդենիսից Սոտք երթևեկող մեքենաների վարորդները ուշագրավի տեսարանի էին ականատես եղել։ Կամազ Մակնիշի ավելի քան 50 բեռնատար հանգրվանել էր ճանապարհի երկու կողմում խոչընդոտելով երթևեկը։ Ավելին Գագիկ Շամշյանին զայրացած վարորդները հայտնել էին, թե ամբողջությամբ են փակելու ճանապարհը։ Պարզվում է, որ նշված բեռնատարները տեղափոխում են Սոտքի ոսկու հանքաքարը, իսկ յուրօրինակ բողոքի պատճառը եղել է բեռնափոխադրող կազմակերպության կողմից աշխատանքային պայմանների խախտումը։ Նշվել էր, որ մեքենաները բարձել են տալիս թույլատրելիից ավելի։ Պայմանագրով նախատեսված դիզվառելիքը պակաս է հատկացվում, ինչի հետևանքով վարորդների համար ստեղծվում են լուրջ վտանգներ։ Ավելին, մի անգամ էլ բեռնատար է շրջվել։ Սակայն բողոքի ղեկավարության պատասխանը մեկն է եղել. դուք չլինեք, վրացիները կան ու կան։ Նկարահանման պահին այնտեղ է եղել նաև Սոտքի հանքի պատասխանատուներից Վարդան Բուդոյանը, որի վարորդներին հանդարտեցնելու փորձերը ապարդյուն են անցել։ Ինչու որոշեցինք ընթացք տալ բողոքին, չնայած որ այն երկուշաբթի 12-ից 14-ը չենք ստացել։ Նախ, մտահոգիչ է մեքենաների գերբեռնվածության խնդիրը։ Եթե հիշում եք, բազմաթիվ վթարներ ու դժբախտ պատահարներ են ներկայացրել գերծանրաբեռնված բեռնատարների մասնակցությամբ։ Ու եթե սրան հավելենք վարորդների փաստարկը, թե դիզվառելիք խնայելու մարմաճով ղեկավարությունը ստիպում է խախտել օրենքով սահմանված նորմերը, նաև հայտարարում դուք չլինեք, վրացիները կան ու կան, ապա պատկերն առավել քան ամբողջական է դառնում։ Ստացվում է, որ մինչ արտագաղթը նվազեցնելու աշխատանքներն իրականացվում, որոշ վայ գործարարներ ամբողջ ուժով այն խթանում են։ Մենք դիտավորյալ այս խնդրին չանդրադարձանք անցած շաբաթ, սպասելով զարգացումներին ու նաև վերջնականապես համոզվելու ըմբոստացած վարորդների ճշմարտացիության մեջ։ Ներկայացնում եմ Հերմինե Բաղդասարյանի և Գագիկ Շամշյանի ոսկով հարստանալու մարմաճով տեսանյութը։ Վարդենիս Սոտք ավտոճանապարհն է, որի փակման պատճառը ոչ թե խցանումն է, այլ վարորդների զայրույթը։ Նրանք Սոտքի ոսկու հանքում աշխատում են որպես բեռնափոխադրողներ։ Ինչպես ասում են, համբերության բաժակը լցվել է ու մոտ 40 վարորդ հրաժարվել է աշխատելուց, մինչև չկատարվի իրենց պահանջը, բարելավել աշխատանքային պայմանները։ Սեմենով աշխատում եմ, իմ աշխատանքային պայմանները բարելավ են։ Հա, բնականաբար գնում են իմը իշնում։ Բոլորին դες իշնում, ասացեք թողասը։ Որևէ մեկը ոչ մի բան չի իշնում։ Եթե ինչ-որ մեկը մի հատ պահանջ ա դնում, քո հետ կոնկրետ խոսացվել ա, ասվել ա կինը, ասել ես ինձ հարմար ա, եկել ես աշխատել ես։ Որևէ մեկը հարմար, երկու ամիս պայմանագրով աշխատանք իր ասելով։ Երկու ամիս հետո վրացիներին վերացնած տեխնիկաներով ասես դուք ընձիկ պետք չէ։ Վարորդների մի մասն աշխատում է սեփական, մի մասն էլ վարձակալած բեռնատարներով։ Նրանց զայրացրել է հատկապես տնօրինության հայտարարությունը, թե դուք չլինեք, վրացիները կան ու կան։ Ուստի շատերը ստիպված են հեռանալ։ Մենք աշխատել ենք 4-ից 5 տարի զոտու։ 4-ից 5 տարի։ Նման երևույթ չէ։ Հիմա ներկայդրությամբ 40 ընտանիք մնում է գործազուրկի կարգատ վիճակի մեջ։ Ուրիշ տեղ 30 կամած պետք է աշխատի, ռայոնի ավտոները պետք է թողեք։ Դե քանի որ պահը հասունացել էր, ոմանք խոստովանեցին նաև, որ հաճախ ստիպված են տեղափոխել նախատեսվածից ավելի բեռ, ինչը լի է վտանգներով, քանի որ իրենց ճանապարհը դժվար անցանելի է նույնիսկ սովորական մեքենաների համար։ Ոչ մի խախտում կա, մենք այս բառացի այսքան վարորդական կանգնած հատ կարաս հարցնես, որ մենք պայմանավորել ենք 10-ից 11 տոննա, բայց այսօր մեր ցանկացած մեքենան, որ վերևից իջնում է մինչև Ռուդասկլատ, 14-ից 15 տոննա բեռնված է։ Դու ապացույց ունես։ Այո։ Որ մի ժամանակ տարել ես, կշռել ես, տեսել ես, որ էդի 15 տոննա է։ Կարողները գրուզները 17 տոննա միրոսեղվրեն։ Իդեպ վթարների պատճառ են դառնում հենց գերբեռնված մեքենաները։ Մի քանի կիլոգրամ, նույնիսկ տոննա ավելի տեղափոխելու անհագ ցանկությունն է նման պատկերի պատճառը։
Ընկերության Վարդենիսի պատասխանատուն ապարդյուն փորձում էր մեղմել վարորդների զայրույթը, միաժամանակ նշելով, թե խնդիրն աշխատանքային չէ։ Նման խնդիր չկա, աշխատանքը կա, առավոտ շուտ։ Մարդիկ նեղացել են, աշխատանք, այսօր աշխատանք չեք ունեցել։ Այսօր նեղ աշխատանք։ Զապրավկա Սաղը տարել եք, չեք աշխատանք չեն տվեք, ով չի տվե, Զապրավչիկը չեն տվե։ Հետաքրքիր է, առանց խնդրի ինչու պետք է բողոքի նման ալիք բարձրանար։ Մանրամասներ պարզելու եւ բեռնափոխադրումը շահագործողի Միշա Գրիգորյանի հետ զրուցելու նախնական պայմանավորվածությամբ նորից ուղևորվեցինք Սոտք։ Բայց պարզվեց պարոն Գրիգորյանը չի կարող ներկա լինել, որովհետև իբր հարկային ստուգումներ է սկսել գրասենյակում եւ որ հարցերին կպատասխանի նորից Վարդենիսի ներկայացուցիչը։ Իսկ նրան ոչինչ չէր մնում, քան արդարանալ։ Նշում էր, թե այդ օրը վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինչը առնվազն տարօրինակ էր։ Շոֆերի խոսանը կարող է երկու բաժակ խմի, ասի զոտի կոմբինատը իմ դա, դուք եք իմ մոտ վարձով աշխատող եք։ Այստենց բան չէին ասում էին 10-ի փոխարեն մեզ 16 տոննա են։ Դուք 20 տոննային եք կարող մարցել, Բայց ոնց կարեք։ Այդպես բան չկա։ Պարզվում է նոր մեքենաները, որոնց մասին վարորդները խոսում էին, նույն ընկերության սեփականությունն են։ Հենց դրա համար էլ տենդերը շահել ու իրականացրել Սոտքից Արարատ Հումքի տեղափոխումը, բայց քանի որ պահանջարկ չկա, մեքենաները աշխատելու են տեղում։ Ինչ որ մի հատ երրորդ ֆրոնտ կա, այդ երրորդ ֆրոնտին ուրիշ մեքենաներ են ներգրավել, այդ երրորդ ֆրոնտը մնացել է այդ երրորդ մեքենաների։ Մեր աշխատանքը երրորդ ֆրոնտն է։ Երրորդ ֆրոնտը մեր ձեռքից առել է։ Ո՞վ առե։ Ախպեր առել են իրանց ավտոները բերած դրած, այդ ֆրոնտը մեր ձեռից առել։ Իրանց ավտոներ Արարատ, դա պետք է Արարատ։ Հիմա արկելեր են այստեղ բերած, այստեղ մենք էլ մնացել ենք դուրս։ Դուք քալքա ուտենք։ Մենք ունենք աշխատանքի ծավալ։ Ծավալը բավարարում է եւ 20 տոննային, եւ 10 տոննային։ Այնպես չի, որ ես 20 տոննայով կարամ այդ ամբողջ ծավալը տեղափոխեմ։ Ինձ հələ մի բան էլ պակասում են մեքենաները։ Խնդրեցինք կանչել վարորդներին, բայց չգիտես ինչու եկան աշխատանքից չդժգոհողները։ Նրանցից մեկն էլ միանշանակ պնդում էր, որ բողոքող առհասարակ չի եղել։ Լավ է շուտ գլխի ընկավ, որ բողոքի գործողությունը եւս նկարահանվել էր։ Լսի, մենք մեր գործից գոհ ենք ելել, մինչև հիմա աշխատել ենք։ Եթե գործից գոհ եք, մնացածը զանե գոհ են։ Հիմա դուք ինձ ապացուցում եք, որ տենց բան չկա։ Դե եկեք գնանք տեսնենք։ Բնականաբար ապացուցել չկարողացան, այնուամենայնիվ փորձեցինք գոնե նկարահանել նոր մեքենաները, բայց հների հետ դրանք էլ էին անգործ կանգնած, թեև ղեկավարը պնդում էր, որ աշխատանքը եռում է։ Չգիտես ինչու մեր նկարահանման օրը վարորդների համար իբր աշխատանքային չէր։ Գուցե դա էր պատճառը, որ մեր նախորդ պայմանավորված նկարահանումը հետաձգեցին օրը ոչ աշխատանքային դարձնելու համար։ Այդպես ավելի հեշտ էր ամեն ինչ լավ ներկայացնել։ Հերմինե Բաղդասարյան, Հովանես Չափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Հոմեոպաթիա։ Բժշկության այլընտրանքային այս տեսակին շատերս ծանոթացել ենք վերջին տարիներին, չնայած մեծամասնությունն այդպես էլ չի պատկերացնում, ինչ է այս գիտությունը։ Հոմեոպաթների խոսքով իրենց բուժման առավելությունն այն միջոցներն են, որոնք բնական են, կողմնակի ազդեցություն չեն թողնում օրգանիզմի վրա։ Ավանդական բժիշկները խիստ թերահավատորեն են վերաբերվում հոմեոպաթիային։ Հնարավոր չէ քրոնիկ, ոչ էլ սուր հիվանդությունները բուժել հոմեոպաթիկ միջոցներով։ Մարդիկ ընդամենը թանկագին ժամանակն են կորցնելու, առավելագույնը կարելի է նևրոզներ բուժել, կարծիք են հայտնում որոշ բժիշկներ։ Ավանդական թե այլընտրանքային բժշկության միջոցով բուժել հիվանդությունը յուրաքանչյուրի որոշելիքն է։ Անկախ ամեն ինչից, քանի որ խնդիրն ուղղակիորեն առնչվում է մարդկային կյանքին, նաև հաշվի առնելով մեր մտերիմների, ծանոթների ու առհասարակ շրջապատի բծախնդիր վերաբերմունքը առողջության մասով, որոշեցինք անդրադառնալ եւ ներկայացնել երկու, այսպես ասեմ, բժշկությունների համեմատականներն ու նաև մութ կողմերը, առավել եւս, որ խոսքը նաև ֆինանսներին է վերաբերում։ Արմեն Աթալյանը փորձել է բացահայտել 200-ամյա այս գիտության գաղտնիքները եւ պարզել ավանդականի եւ ոչ ավանդականի օգտակարությունն ու վնասակարությունը։ Ներկայացնում եմ նրա փորձաստան թե անփորձ մածուն տեսանյութը։ Ըստ հոմեոպաթների հոմեոպաթիան աշխատում է շատ պարզ։ Մարդը կյանքի ընթացքում ձեռք է բերում մի շարք հիվանդություններ, ասենք օդերի ցավ, խնդիրներ գլխուղեղի հետ, արյան բարձր, ճնշում, երիկամային քարեր կամ ավազ։ Եվ այս ամբողջը անում է իր հետ, մինչև կյանքի վերջ։ Եթե ինչ-որ բան համահանում է, կարող է ավանդական դեղերի միջոցով լուծել, ասենք, մի խնդիր, գուցե ժամանակավոր։ Մնացած բեռը մնում է ուսերին։ Հոմեոպաթիան ըստ հոմեոպաթների առաջարկում է լուծել այս խնդիրները գլոբալ, միանգամից։
Աչքի չընկնող այս գրասենյակում մեզ դիմավորեց Տիկին Լաուրան, դասական հոմեոպաթիա հասարակական կազմակերպության նախագահը։ Աջ դահլիճում Անան մեզ է կատարում կենտրոնի բժշկուհին, ասում է նա եւ բացատրում թե ինչ է դա։ Ոնց եք հետազոտում։ Իր կյանքը ուսումնասիրելով, ասում ենք կյանքդ պատմի։ Կոնկրետ իհարկե հաշվի առնում ենք ինչով է տառապում այդ մարդը, բայց մեզ համար կարևոր է մարդու էությունը, մարդու յուրօրինակությունը։ Հիվանդի կյանքի բոլոր մանրամասներին ու նրա խառնվածքին ծանոթանալուց հետո նոր որոշվում է առողջական խնդիրների պատճառը։ Նույն խնդրելով գալիս են տարբեր մարդիկ, չէ՞։ Մենք իրենց նույն դեղը չենք տալիս։ Մենք գտնում ենք հենց յուրահատուկ այդ մարդու համապատասխանող տեղ։ Հոմեոպաթիկ հազարավոր դեղեր կան, սրանք միջինչին մասն են միայն։ Այս փոքրիկ գնդիկներից մի քանի հատը կարող է կազմել մեկ չափաբաժինը։ Կենսուժը մարդու բարձրանում է, գլուխը բարձրացնում եւ սկսում է բուժել։ Այսինքն իմունիտետը կարելի ասել։ Այո, կարելի ասել իմունիտետ։ Դեղը միացնում է այն մեխանիզմը, որը օրգանիզմում առաջացնում է հոսք դեպի լավացում։ Ավանդական բժշկությունից հոմեոպաթիան խիստ տարբերվում է։ Հոմեոպաթների կարծիքով առավելությունն իրենց կողմն է։ Բժշկությունը սովորաբար իջեցնող, ճնշումը իջեցնող տեղ է տալիս։ Իսկ մենք հետազոտում ենք, թե ինչի է իր մոտ այդ ճնշումը բարձրանում, ինչն է պատճառը։ Ինչ եք նշանակում այդ բառակայում։ Արդեն այն ինչ որ իրեն համապատասխանում է։ Չկա ինչ որ մի անվանում, որը կարող եմ ասել, այս դեղը մենք տալիս ենք, երբ որ ճնշումը բարձր է։ Նույն ճնշումը ոնց կարող ես չիջացնել, որ ճնշում ես, որ առաջի ռիսկի մեջ է մտնում սիրտանոթային հիվանդություններից, դա առաջի տեղն է գրավում մեր ամբողջ հիվանդությունից, ոնց կարելի է դա գնալ հոմեոպաթին։ Տիկին Պապոյանը փորձառու բժիշկ է ու չի վստահի սուր հիվանդությամբ տառապող որևէ հիվանդի հոմեոպաթներին։ Հոմեոպաթները ներկայացնում են իրենց հաղթաթուղթը։ Ոչ մի ծանր, ոչ մի սուր վիճակներ ես հոմեոպաթներին չեմ դիմի եւ դեմ կլինեմ, եթե որևէ հիվանդ գնա հոմեոպաթի մոտ այդպես սուր վիճակներով։ Դրական կողմը ո՞րն է հոմեոպաթիայի։ Հոմեոպաթիայի այն, որ ամբողջովին մարդուն բուժում է, ոչ թե մասնակի ինչ-որ մի օրգան, որ չգիտես այդ տեղերը, որը բժշկության մեջ օգտագործում է, ինչպես է ազդում մյուս բաների, օրգանների վրա։ Մեր մոտ չկա այդպիսի բան, որ վնասի էֆեկտ։ Ոչ մի պաբոչնի էֆեկտ չունի։ Կա ապացուցողական բժշկություն, որի վրա մենք հիմնվում ենք։ Իսկ հոմեոպաթիկ բուժումը դա ապացուցողական բժշկություն չի։ Բժշկության մեջ բուժվում է սիմպտոմը, այսինքն արձագանքը օրգանիզմի։ Իսկ մեր մոտ բուժվում է պատճառը։ Քրոնիկ հիվանդներին սրտային անբավարարությունով, սրտի իշեմիկ հիվանդությունով, հիպերտոնիայով ոնց կարող ենք ուղարկենք հոմեոպաթիկ բուժման։ Իմ ընտանիքում եղել է ինսուլտի դեպք, ասել են, որ շատ խորն է այդ արյան զեղման օջախը եւ իրենք այդ խորության չեն կարող վերահատեն։ Ու շատ լավ է, որ չկարողացան վերահատեն, որովհետեւ վերահատությունից հետո ես չգիտեմ ինչ կլիներ։ Միայն հոմեոպաթիկ դեղով հենց մի 10 րոպեվա մեջ արդեն բարեկամները նկատեցին, որ բերանի այդ ծռված մասը կամաց-կամաց ուղղվեց եւ կամաց-կամաց իր հիշողությունը եւ այլն վերականգնվեց։ Տիկին Լաուրան հիշում է նույնիսկ մի ծանր դեպք, երբ վտանգված է եղել քրոջ տեսողությունը։ Եղջերաթաղանթը վնասվում է եւ քույրս ուղղակի ոչ գումար ունեինք այդ ժամանակ վերահատելու, ոչ էլ ինքը ուզում էր, որ իր աչքերը վերահատեն, որովհետեւ կարող է մնալ կույր։ Կար ոչ մի գարանտիա։ Մենք հոմեոպաթիկ տեղով իրան վերականգնեցինք։ Բուժման այլընտրանքային այս ձևը Հայաստան է մտել 20 տարի առաջ։ Բժիշկներից շատերն արդեն մասնագիտացել են, սակայն դա չի նշանակում, որ նրանց շրջանում չկան դիլետանտներ։ Գուցե հենց նման մեկի հետ է ժամանակին գործ ունեցել մեր մյուս հերոսը։ Նա ուներ փսորիազ եւ ավանդական միջոցներով անհաջող բուժումներից հետո դիմել էր մի հոմեոպաթի։ Ինքը ինչ որ դեղեր տվեց, որոնք որ պետք էր ամեն 21-րդ օրը մեկ խմել։ Սկզբից ոնց որ սկսեց մի քիչ անցնել, բայց հետո նորից վերականգնվեց։ Էլ չէի ուզում շարունակել, բայց մի ուրիշ ծանոթ խնդրեց իր խաթր մի հատ ուրիշ հոմեոպաթի փորձեմ։ Դες մեկի մոտեցումները տարբերվում էին իրոք, ինքը տենց 21 օրը մեկ չէր ինչ որ դեղ տալիս, այլ ինչ որ դեղ էր տալիս, հետո որոշ ժամանակ էր անցնում, մի ամիս կամ 2 ամիս, հետո մի հատ շատ տենց խորը զրուցում էինք ամեն ինչի մասին, հետո նոր ասում էր ուրիշ դեղ պետքա թե չէ։ Այնտեղ մի քանի ամսվա ընթացքում ցենց լրիվ անցավ արդեն։ Հոմեոպաթը պիտի առաջին հերթին բժիշկ լինի։ Մեզ հետ հեռախոսազրույցում նշեց միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիայի նախագահ Մարիամ Ղարաբաղցյանը։ Դա թույլ կտա հասկանալ, թե ինչն է մարդու համար անվտանգ, ինչը ոչ։ Այստեղ հարցը մասնագետի մեջ է։ Ամեն մասնագետ էլ կարող է լինի լավը եւ վատը։ Եթե դու մի մասնագետից դժգոհ ես,
Դա չի նշանակում, որ մասնագիտությունը լավը չի։ Հոմեոպաթիա սովորում են բժշկական ինստիտուտ ավարտած բժիշկները։ Հոմեոպաթների բուժման ձևերը հիմնականում կարծես նույնն են։ Այնուամենայնիվ որոշ հարցերում մեր զրուցակիցների կարծիքները տարբերվում են։ Մենք տարբեր դոզաներով դեղեր ունենք։ Դեղ կա, որ ամեն օր ես խմում, դեղ կա, որ շաբաթը մեկ ես խմում, նայա, տարբեր է շատ։ Հա, հոմեոպաթիկ դեղեր կան, որ ամեն օր Դեղեր կան, որ իհարկե, դեղեր կան, որ օրը 3 անգամ են նշանակվում։ Եվ մի քանի գլոբուլան տալիս է միանավակ հոմեոպաթը, հետո մի ամիս ու կես, 2 ամիս, 3 ամիս, նայած թե ինչա տվե, սպասում ենք, որ փոփոխությունները կանգնեն։ Եթե կանգ առնում փոփոխությունը դրական, նոր էլի կարգնում ենք։ Ինչևէ, նշենք, որ աշխարհում այսօր ամենահայտնի հոմեոպաթների թվում շատ են մարդիկ, որոնք մասնագիտությամբ բժիշկ չեն, բայց հաջողությամբ կարողանում են խիստ ծանր հիվանդ օրգանիզմը կարգի բերել։ Իզուր չէ, որ աշխարհահռչակ շատ դեմքեր բուժվելու համար դիմում են այլընտրանքային հենց այս միջոցին։ Կարևորն, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, լավ մասնագետի հանդիպելն է։ Արմեն Աթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Խեղված ճակատագրեր էջում այսօր ներկայացնելու ենք, կարելի ասել, անհավանական պատմություն։ Երբ Տաթև Մեսրոպյանից տեղեկացա այդ մասին, մտածում էի, արժե հանձնել ձեր դատին, քանի որ խոսքը ոչ թե մեկ, այլ մի քանի խեղված ճակատագրի ու նաև տուժածների մասին է եւ կարող է գերլարվածություն առաջացնել։ Ու քանի որ նյարդային բջիջները չեն վերականգնվում եւ խոսքը մարդկանց ճակատագրի մասին է, որոշեցին կատարվածը, մանավանդ որ սիրահարված տղան հայտնվել է ճաղավանդակի հետևում, ամուսինը հեռացել է, եղբայրը նրանից հրաժարվել է, երեխաները անհայր մնացել, իսկ ինքը հերոսուին խայտարակ է եղել, ներկայացնել որոշ սրբագրումներով։ Մեր հերոսների անունները հասկանալի պատճառներով փոխել ենք, բայց իրականեն տղայի փաստաբանը, նաև գյուղապետը, որի ղեկավարած համայնքում բնակվում են աղջկա ընտանիքն ու եղբայրը։ Ում ինչ տեսանյութը ներկայացնել է, տղամարդկանց կառաջարկեի իրենց հարց տալ, ինչպես կվարվեին ու ինչ զգացում կունենային, եթե հանուն սիրո կատարելով քրեորեն պատժելի արարք, այն է աղջիկ փախցնելը, պարզեին, որ նա ամուսնացած է ու երեխաներ ունի։ Որքան հասկացա, տղան մինչ այժմ սիրում է 2 երեխայի մորը։ Եվ ինչպես կվարվեին ամուսնացած կանայք, արդյոք առիթ կտային, որ փախցնեին, հետո իմանային կարգավիճակի մասին։ Ինչևէ, ադատ եւ ավանդական գաղափարներ քարոզելու մեջ չմեղադրվելու համար զերծ կմնան որևէ կարծիքից։ Փաստն այն է, որ մեղմասած չմտածված քայլի պատճառով խեղվեց առնվազն 5 ճակատագիր։ Չեմ չարաշայի ձեր համբերությունը եւ ներկայացնում եմ Տաթև Մեսրոպյանի այսօր դու վաղը նա տեսանյութը։ Հայկական ընտանիքներում ընդունված երևույթ է։ Աղջիկ ուզելուց առաջ ծանոթ բարեկամներից, թաղի տղաներից հետաքրքրվում են։ Աղջիկն ինչ ընտանիքից է, ինչ վարքի տեր, եւ որն ամենակարևորն է ընկեր ունեցել է։ Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Հայկ Կարապետյանը շրջանցել է այդ ամենը։ 2 տարվա ընկերությունից հետո ամուսնության նպատակով Կոտայքի մարզի գյուղերից առևանգել է Աննա Ալավերդյանին։ Հայկը միայն մեքենայում է պարզել, որ սիրած աղջիկն ամուսնացած է ու 2 երեխա ունի։ Հեռուստահաղորդման շրջանակներում ծանոթություն հաստատելու համար հեռախոսահամարս փոխանցել է եթեր եւ ինձ զանգ գալով ես հետ զանգեցի եւ ծանոթացա Ոմն Աննայի հետ, որը իր ասելով ապրում էր Երևանում 15-րդ թաղամասում, բայց պարզվեց, որ սխալ անունով է հանդես եկել եւ բնակության վայրն էր սխալ ասել եւ ապրում է Արտաշատում։ Եվ 2 տարի հեռախոսազանգերով շփվելուց հետո այդ ընթացքում 4-ից 5 անգամ հանդիպել ենք իրար։ Սիրահարվեցի, ամուսնանալու նպատակ ունեի նրա հետ։ Հեռախոսով 2 տարի շփվել են գրեթե ամեն օր։ Մի օր էլ Աննան հայտնել է, որ ծնողները դեմ են իրենց հարաբերություններին եւ որոշել են իրեն ուղարկել Ռուսաստան։ Հայկը հանդիպում է առաջարկել, հույս ունենալով սիրած աղջկան հետ պահել այդ քայլից։ Արտաշատի ավտոկայանում հանդիպեցինք, նստեցինք ինչ-որ տաքսու մեջ, խոսում էինք, ես համոզում էի, որ Ռուսաստան չգնա, բայց չհամոզվեց եւ որ տաքսու շոֆերին կանչեցի, ասացի գնում ենք Իջևան։ Իջևան գնում ենք 20-րդ րոպեին, արդեն 20 րոպե անցել էր, որ ճանապարհին ենք եւ ինքը ասում է, որ ամուսնացած է։ Հեռախոսի մեջ ցույց է տալիս երեխու հետ նկարները, չհավատացի, բայց աղբոր կնոջ հետ խոսալուց հետո
նա հաստատեց, որ ամուսնացած է, ունի 2 երեխա, էլի հավատս չէր գալիս, ես էլ ջղայնացած արդեն, հոր հետ խոսալուց հետո արդեն համոզվեցի, հերասեց, որ արդեն հետ գնանք Արտաշատ։ Բայց եղանակային պայմաններն են, որ չենք կարող գնանք այդ օրը, ասեցինք հաջորդ օրը ու հաջորդ օրն էլ տարել ենք տուն։ Բայց եւ այնպես Հայկի դեմ քրեական գործ է հարուցվել եւ ի տարբերություն Աննայի իրեն կիսով չափ մեղավոր է ճանաչել։ Արադ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանրավետության դատարանի կայացրած համապատասխան որոշման հիման վրա ներգրավել եմ քրեական գործով վարույթին եւ ստանձնել Ամբաստանյալի շահերի պաշտպանությունը։ Նշված քրեական գործի շրջանակներում Ամբաստանյալը մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջի մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, այն է խաբեությունը կամ վստահությունը չարաշահելու միջոցով մեկ այլ անձին առևանգելու մեջ։ Եվ դրա առանձնահատուկ բնույթը կանոնվում է նրանում, որ Ամբաստանյալը մեղադրվում էր ամուսնության նպատակով այլ անձին առևանգելու մեջ, ընդ որում առևանգվողը ըստ էության առևանգման պահին եղել է ամուսնացած եւ ունեցել էր 2 երեխաներ։ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանրավետության դատարանը իր դատավճռով վերջինիս մեղավոր էր ճանաչել իրեն մեղսագրվող հանցագործության կատարման մեջ եւ դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով։ Շաբաթներ առաջ Հայկը ազատ է արձակվել։ Նա չի հետաքրքրվում Աննայի կյանքով։ Հետևաբար փորձեցին գյուղապետից ճշտել, թե այս պատմությունից հետո Աննայի կյանքն ինչպես է դասավորվել։ Ամուսնալուծվել է։ Իհարկե մանրամասները չգիտենք, բայց այն ամենայնիվ է լա գլխավոր պատճառներից մեկը։ Իսկ երեխաները ում մոտ են մնացել, ամուսնու թե իր։ Մոր մոտ են։ Իհարկե մանրամասները բավականին ուշ իմացա։ Մեկ-երկու անգամ վերջա մտել եմ ես այդ հարցին, ու իրանք միավորվել այդ խոսակցությունները, բաները թողել։ Իհարկե չիմանալով այդ մանրամասները։ Իսկ կշտամբել է տնային, մի քիչ պակագծերը բացեց։ Իսկ ինչ եք կարծում, այս դեպքում միավորվելը ճիշտ էր, թե ոչ։ Ես ընդհանրապես որպես ամարանտի այդքան էլ կողմնակից չեմ, բայց որպես մարդ, որպես հասարակության ներկայացուցիչ, մտածելով երեխեքի հետագա ապագայի եւ այլնի մասին, բնական է կողմնային, որ միավորվեին։ Աննայի եղբոր հետ եւս զրուցեցինք, թեև դեպքից հետո քրոջ հետ չի շփվում, բայց տեղեկացրեց, որ Աննան պաշտոնապես դեռ չի ամուսնալուծվել, սակայն եկել է հայրական տուն եւ չի բացառվում ամուսնու մոտ վերադառնալը։ Նախուն ամուսնու հետ չի ապրում, առանձին տունն է ապրում մեր մոտ։ Ձեր տունն է ապրում։ Շատ հնարավոր է, որ միանա։ Հայկն ընտանիք ստեղծելու մասին առայժմ չի մտածում։ Սիրահարվելու դեպքում էլ մեծերի խորհուրդը հաշվի է առնելու։ Նաև հետաքրքրվելու է տվյալ աղջիկն ամուսնացած է, թե ոչ։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Գովազդային կարճատև ընդմիջումից հետո թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Արդեն նախկին դատավոր Մերանգուլյանը մինչ այս էլ փայլել է օրինախախտումների պրակտիկայով։ Մերանգուլյանի անօրինական ոչինչ ներնել ջանի։ Սա քաղաքացիական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է։ Կամ թերացումներ, նաև վաստողներ։ Դատավորի աշխատավարձը մեր երկրում տատանվում է 450,000 դրամից 1 միլիոնի եւ ավելիի սահմաններում։ Արհամարից, ինչ էր անում ես չեմ հասկանում։ Կան դեպքեր, երբ արդարացիորեն վարույթն իսկապես կարճվում է։ Այո, արդարություն կա, մարդիկ դու երբեք չհուսահատվեն։ Ճիշտ են ասում էլի, պստիկ է, բայց ճստիկ է։ Դա կարելի է վերագրել նաև Էրեբունու ոստիկանապետ Լևոն Յազիչյանին։ Այս Պորշի վարորդին գյուղացիները լինչի դատաստան էին ենթարկելու։ Իսկ ահա Պորչ ասես։ Մասիսի քննիչը սխալ ինֆորմացիա էր տարածում, թե վթարի մեղավորը հարկայինի աշխատակիցն է։ Լավա, հո։ X6-ից X-ը մնաց, մեկ էլ լանգետ դարձած համարանիշը։ Բանակի սպան, մինչև կոկոնը լակած, Մերսեդեսով զվռնում է փողոցում։ Հիվանդանոցում այդ ինչ կարդաբալը դե կարե։ Չեմ կարե։ Ոնց։ Բժիշկը հավայի է զանգում ասում։ Մեզանում համոզմունք կա, որ դատավորներն ավելի անձեռնմխելի են, քան պատգամավորները։ Ու եթե պատգամավորները օրենքները գրում են, ինչպես ասում են, իրենց հագով, դատավորներն էլ դրանք մեկնաբանում եւ կիրառում են նույն սկզբունքով։ Գուցե ասվածի մեջ ճշմարտության տարրեր կան, սակայն դրանք բացարձականացնել ու որպես կատարյալ ճշմարտություն ներկայացնել այնքան էլ ճիշտ չէ, ինչ որ առումով նույնիսկ վիրավորական։ Գիտեմ, որ շատերդ զարմացած եք,
Սակայն այլ կերպ չեմ կարող բնութագրել, քանի որ ծանոթանալով պատկերավոր ասած 7 փակի տակ պահվող թվերին, ինչ որ առումով դուք էլ կփոխեք համակարգի մասին կարծրացած տեսակետը։ Ըստ այդմ, միայն 2012-ին կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 22 դատավոր։ Համեմատության համար նշեմ, որ օրինակ 2008-ին այդ ճակատագրին արժանացել է միայն 1-ը։ Իսկ մոտ 1 ամիս առաջ օրենքն առահմարելու պատճառով Էրեբունին ու Բարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատավոր Ալեքսանդր Մեռանգուլյանը վաղաժամկետ հրաժեշտ տվեց դատավորի կարիերային։ Ինչպես են պատժվում օրենքները, կամայական կիրառող եւ արդարադատությունը ոտնահարող դատավորները կներկայացնենք տեսանյութում։ Իսկ մինչ այդ, չգիտեմ, տեղյակ եք, որ մեր երկրում արդարադատության երաշխավորը արդարադատության խորհուրդն է, որը սահմանադրական բարեփոխումների արդյունքում գործադրից հնարավորինս անկախ է գործում։ Սա անկախության եւ արդարադատության որակի բարձրացում է թե ոչ, բայց արդարադատության խորհրդում պարզաբանում է, որ գիտական բարձրագույն անհասանելի հասարակությունից կտրված կառույց չեն եւ որ ունեն սոցիալական լուրջ նշանակություն հենց արդարադատության ապահովման իմաստով։ Այսպիսով, ով է կարողացել դատական համակարգը ազատել օրինազանց դատավորից եւ ինչ է սպասվում նրան։ Գործի մանրամասները Նելի Հարությունյանի «Դատավորը խոսող օրենք» տեսանյութում։ Արցախի 12A բնակարան 2։ Այստեղ է ապրում քաղաքացի Ռիմա Գրիգորյանը։ Նրա գործի քննության ընթացքում է օրենքի կոպիտ խախտման համար դատավոր Ալեքսանդր Մեռանգուլյանն անցել վաղաժամկետ չվաստակած թոշակի։ Նրա դեմ արդարադատության խորհուրդը կիրառել է ամենախիստ պատիժը, ըստ ամենայնի նաև այն պատճառով, որ արդեն նախկին դատավոր Մեռանգուլյանը մինչ այս էլ փայլել է օրինախախտումների պրակտիկայով եւ մեկ անգամ չէ որ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ Արդարադատության խորհուրդը դա սահմանադրական մարմին է, որի սոցիալական նշանակությունը եւ դերակատարումը կայանում է դատական իշխանության անկախության ապահովման այս խնդիրները ապահովելու մեջ։ Մասնավորապես արդարադատության խորհրդի կազմի մեջ են մտնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված 5 տարի ժամկետով 9 դատավորներ եւ հանրապետության նախագահի ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան գիտնական։ Եթե փորձենք տեսականորեն խմբավորել արդարադատության խորհրդի լիազորությունները, կարող ենք պայմանականորեն տեսական առումով երկու խմբի մեջ դասակարգել։ Մի խումբ լիազորություններն ուղղված են դատական կորպուսի ձևավորման, այսինքն կադրային հարցերին, ովքեր են դատավոր նշանակվում, ինչ կարգով են նշանակվում եւ ծառայական առաջխաղացումը վերադաս դատարաններում նշանակվելու ինչ կարգով է տեղի ունենում։ Եվ երկրորդ խումբ լիազորությունները կախված են դատավորներին օրենքով սահմանված կարգով համապատասխան պատասխանատվության ենթարկելու այս հիմնախնդիրների հետ։ Ինչևէ ներկայացնեմ ուշագրավ դատական գործի էությունը։ Կտակի շուրջ վեճը Ռիմա Գրիգորյանի եւ նրա եղբորորդի Հայցվոր Հրանտ Գրիգորյանի միջև առաջին ատյանի դատարանը լուծել է հոգուտ պատասխանողի։ Այսինքն դատարանը որոշել է, որ կտակն անվավեր ճանաչելու Հրանտ Գրիգորյանի հայցը անհիմն է։ Վերջինս վճիռը բողոքարկել է նաեւ մյուս ատյաններում եւ հաջողության չհասնելուց հետո նոր հայց է ներկայացրել Էրեբունու առաջին ատյանի դատարան, դատավոր Մեռանգուլյանի դատին հանձնելով նույն վեճը, պնդելով թե իբր գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Այս անգամ հայցը բավարարվել է։ Առաջի վճիրնա 2008-ի որ Սամվել Թադևոսյանը վճռակացի օգուտ մամայի քանի տայա Մեռանգուլյանի ձեռքն այս գործը։ Մեռանգուլյանի անօրինական վճիրը Մեռներ ջանի կա։ Ամենա վերջը հեսա ունականն է տամ կկարճել այո կորճած եղել գործը։ Այս դրա համար այն կպատժվի։ Մեռանգուլյանը ընդհանրապես մեզ ձեռ արհամարեց։ Ինչ էր անում ես չեմ հասկանում։ Դոկտոր լավ գրեմ որ դատավորները իմանան ինչ են անում։ Ուղղակի այնց արավ կարդացեց վճիրը։ Այնց կարդացու փախավ։ Ես մտածեցի որ ինքը նորից բողոքս ուղղակել եմ ես ուղղակել եմ շատ չեմ համաչում Մեռանգուլյանի վճիռ որ ինքը օրինական ինքս այստեղ պետք է այդ ինքը կարճել է շուտեր դες կարճել է գործը Մեռանգուլյանն ինքը դա այսօր նոր վերջերս անօրինական վճիռն է կայացրել այս դրա համար է ինձ վճռաբեկը իա փոսը փորել այսքան ինքն է փոսը փորել վճռաբեկի որոշումները հետ դարձնելու Գրիգորյան Էրանտի ամեն երկու անգամ հետ դարձնելու Փաստացի նույն անձանց միջև նույն գործով նոր հայցադիմում է ընդունվել, երբ արկա է եղել դրա վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Իսկ սա քաղաքացիական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է։ 5 տարվա դատական քաշքշուկից հետո Ռիմա Գրիգորյանի վերաբերմունքը հայրենի արդարադատության նկատմամբ արմատապես փոխվել է։ Բա որ ստացանք վճիռ, բան գերագույնի վճիռը, որ տվեց, որ գործը հետ ավերադարձում օրենքի ուժի մեջ։ Ոնց կուրախանաս։ Չգիտեմ ոնց կուրախանամ, աշխատավարձանալ չուրախանա, շուրը կոչի տանելու չի ուրախանա։ Դեսա, մեռնա վճռաբեկին, հեսա երկրորդ տանը որ որոշում կայացնի։ Ուշագրավ վիճակագրություն, որը գուցե վկայում է մեր երկրում արդարադատության որակի բարձրացման, անկախության, արդարադատության խորհրդի արդյունավետ աշխատանքի մասին։ Այսպես, միայն անցյալ տարի կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 22 դատավոր, այսինքն նրանց 10%-ը։
Համաձայն եք, որ տպավորիչ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ օրինակ 2008-ին միայն մի դատավոր է աչքի ընկնել օրինախախտությամբ։ Մյուս կողմից 2012-ին քննված շուրջ 80,000 գործի դիմաց դատավորի կամայականության 22 դեպքը հազիվ թե իրական պատկերի ճշգրիտ արտացոլումն է, որ դեպքեր կարող են ավելի շատ եղած լինել, Արդարադատության խորհրդի անդամներն էլ չեն ժխտում։ Իդեպ այս տարվա տվյալով էլ կարգապահական տույժ է կրել արդեն 8 դատավոր, այդ թվում Ալեքսանդր Մերանգուլյանը։ Այո, Արդարադատության խորհուրդը դա համանդրական մի մարմին է, որ այսօր իզորու է իր արժեվ դրված խնդիրները լուծել եւ բավական աշխատանք կատարած, թեպետ չենք կարող չասել, որ կան բավական խնդիրներ, կան թերացումներ, նաեւ բացթողումներ կամ հարցեր, որոնք կարող են ավելի լավ լուծվել։ Դատավորների կարգապահական տույժը ենթադրում է աշխատավարձի 25%-ի պահում 6 ամսից 1 տարի ժամկետով, իսկ դատավորի աշխատավարձը մեր երկրում տատանվում է 450,000 դրամից 1 միլիոնի եւ ավելիի սահմաններում։ Օրենքը շրջանցելու համար ստացվող ձախ հոնորարների համեմատ սա գուցե չնչին գումար է, բայց գործունեության վրա մեծ բիծ հաստատ թողնում է։ Արդարադատության խորհրդի որպես համանդրական ինստիտուտի գոյությունը կանխարգելող նշանակություն ունի, որտեղ յուրաքանչյուր դատավոր գիտակցում է, որ իր վարույթում քննվող գործով արդարադատություն իրականացնելիս, եթե թույլ տա օրենքի կոպիտ էվական հետ խախտում, նա կենթարկվի համապատասխան կարգապահական ներգործության միջոցների։ Արդարադատության խորհրդի անդամները հումորով են վերաբերում մեկնաբանություններին, թե դատավորի նկատմամբ վարույթը միայն ձևականություն է եւ որպես կանոն գործը չի հասնում տույժի կիրառման։ Թեև կան դեպքեր, երբ արդարացիորեն վարույթն իսկապես կարճվում է։ Դեպքեր են ունեցել, բավական դեպքեր են եղել, երբ որ դատավորին այդ հնարավորությունը ընձեռվել է, պաշտպանվել եւ նկարողացել է խորհրդին համոզել, որ վարույթը կարճվի։ Ինչպես է Արդարադատության խորհուրդը տեղեկանում այս կամ այն դատավորի կամայականության ու օրինախախտման մասին։ Գուցե շատերի համար անսպասելի հնչի, բայց հենց քաղաքացիների դիմում բողոքների հիման վրա Գրիգոր Բադիրյանը չի թաքցնում, որ խորհրդի հասցեով յուրաքանչյուր ամիս ստացվում են այդպիսի հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր ծրարներ։ Վազգեն Սարգսյան 5։ Այս հասցեն պետք է լավ հիշեն բոլորը։ Այստեղ է պետք բերել բոլոր այն դիմում բողոքները, որոնք դժգոհություն են բովանդակում, ասենք ձեր գործի առնչությամբ դատավորի անօրինական քայլերի մասին։ Արդարադատության խորհուրդը կարգապահական հանձնաժողովի միջամտությամբ ուսումնասիրի բողոքի հիմնավորվածությունը եւ համարժեք քայլեր կձեռնարկի։ Պետք է ընդհանրապես դրսևորել քաղաքացիական հասարակության անդամին վայել կամք ու խիզախություն եւ օգնել արդարադատությանը աշխատել։ Ես շատ գոհ եմ, որովհետև ի վերջո զգացինք էլի, որ կա արդարություն, էլի, իսկականից։ Այո, արդարություն կա, մարդիկ դու երբեք չհուսահատվեն։ Գնալ մինչև հետինից 10-15 տարի պետք է։ Ինքնանպատակ դնել դատավորներին շատ դատավոր կարգապահական պատասխանատվության ենթարկել եւ պատժելը դա սխալ է մի կողմից։ Մյուս կողմից մենք ունենք նաեւ եւ ի շարունակումս այս մտքի կա դատական գործերի միջամտելու անթույլատրելիության սկզբունք, որի երաշխավորը եւս պետք է իր չափով արդարադատության խորհուրդը հանդիսանա դատավորների անփոփոխելիության, դատավորի անձեռնմխելիության եւ այլ եւ այլ։ Սրա կողքին կա նաեւ մեկ այլ սկզբունք, որ յուրաքանչյուր դեպք, երբ որ դատավորի կողմից թույլ է տրվում օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, դա էլ անպատասխան չմնա եւ անհետևանք չմնա, որովհետեւ յուրաքանչյուր այդ խախտման հետևում մարդկային ճակատագրեր են։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Մի ժամանակ ստախոսները չարի գործիք են եղել։ Ստախոսի նախաձեռնությունները կարճաժամկետ հաջողությունների ասել, բայց ի վերջո ձախողվել են։ Իսկ եթե ձախողվելուց հետո շարունակել են ստել, ապա ընկել են ձախորդության սև խոռոչ, որից դուրս գալու համար մեծ զողողություններ են պահանջվել։ Նրանց տառապանքները մեղմելու համար ամեն տարի գարնանային գիշերը հավասարին առնչվող տոներից մի քանի օր անց, մոտավորապես ապրիլի 1-ին հայտարարվել է ստախոսների համաներման օր։ Պատժված ստախոսներին դուրս են բերել հրապարակ եւ ժողովրդով ծիծաղել նրանց վրա։ Այդպես նրանք ներվել են ու մարդ դառնալու հնարավորություն են ստացել։ Նոր ժամանակները փոխել են նաև ապրիլի 1-ի խորհուրդը։ Հիմա այն նշվում է որպես երգիծանքի եւ հումորի օր։ Միմյանց ծիծաղեցնելու եւ ուրախացնելու համար կարելի է դիմել տարբեր միջոցների, սակայն իրականությունը մեծ մասի համար գորշ է, տխուր եւ միօրինակ, իսկ ծիծաղելի տեսարան կարելի է ստանալ երևակայական պատկերի միջոցով։ Այս պատճառով բնական է, որ միմյանց ծիծաղելի պահեր պարգևելու համար մարդիկ զարգացնում են երևակայությունն ու պատմություններ հորինում։ Այսպես ստեղծվում են երգիծական ստեղծագործություններ, որոնց նպատակն է ծիծաղի ուժով մաքրագործել կյանքը եւ մարդկանց։ Հումորն իրականության երգիծական պատկերման ձևերից է, ներողամիտ ծաղր հասարակական կյանքի եւ մարդկային բացասական գծերի նկատմամբ։ Հումորի նպատակն է ցույց տալ դրական անձնավորության կամ երևույթի առանձին թերությունները, նպաստել դրանց վերացմանը։ Հումորն ու երգիծանքը կարող են նպաստել քաղաքացիական շատ ինստիտուտների կայացմանը եւ վերջապես ծիծաղն այն միջոցն է, որով կարելի է ներել ոչ միայն ստախոսներին, այլև գավառամիտներին, մեծամիտներին եւ ամբարտավաններին։ Ինչի վրա է ուրախանում այսօր հայ մարդը եւ ինչն է նրան ծիծաղեցնում, փոխվել են արդյոք նրա երևակայության սահմանները։
Այս եւ ապրիլ 1-յան բուն խնդիրներին է անդրադառնում Գևորգ Էմինտերյանը, որի պամֆլետը վերնագրել ենք ծիծաղելով բարքեր են ուղում։ Ողջ աշխարհում ապրիլի 1-ը կատակի եւ ծիծաղի օրն է։ Եվ միայն Հայաստանում է, որ ապրիլի 1-ն ավանդաբար կոչվում է խաբելու օր։ Ու նույնիսկ նրանից հետո, որ կառավարության որոշմամբ ապրիլի առաջին օրը կոչվեց հումորի ու կատակի օր, մենք հայերս այդ օրը փորձում ենք հնարավորինս շատ խաբել ու հիմարացնել։ Իհարկե, խաբելը եւս կարող է շատ ծիծաղելի ու զավեշտալի լինել, եւ հենց դա է պատճառը, որ Հայաստանը իրականում աշխարհի ամենաուրախ եւ հումորով երկրներից է։ Հայկական այս առանձնահատկության հիմքում ընկած է այն, որ մեր երկրում խաբելը դրսևորվում է բոլոր ոլորտներում, բոլոր խավերի ու խմբերի մոտ եւ ունենում է հնարավոր բոլոր ձևակերպումները։ Ասենք միայն Հայաստանում է հնարավոր, որ բժիշկը խաբի հիվանդին, ավելորդ անգամ հետազոտության ուղարկելով։ Հիվանդն էլ իր հերթին խաբում է բժշկին, մինչև վերջ չի պատմում, թե մարմնի էլ որ մասերն են ցավում, համարելով, որ ամոթ է կամ բժիշկը ինքը պետք է գուշակի։ Иначе memento mori, Моментально. Море. Կամ միայն մեր երկրում է, որ կրթության ոլորտում բոլոր կողմերը ձգտում են իրար հնարավորինս խաբել։ Երեխան խաբում է ուսուցչին ու ծնողին, ուսուցիչը դաս չտալով ու մասնավոր պարապմունքի կանչելով խաբում է երեխային ու ծնողին, իսկ ծնողն էլ իր հերթին խաբում է երեխային, ասելով, թե սովորիր, որ մարդ դառնաս, կամ էլ ուսուցիչը միշտ ճիշտ է ասում։ Հետո օղակ էլի է մեծանում, դպրոցը խաբում է նախարարությանը, թե շատ խորը եւ համապարփակ գիտելիքներ է տալիս ու մասնագետներ ունի։ Նախարարությունն էլ ավտոմեքենան Ֆ-ով գրել սովորեցնող այբենարաններ է ուղարկում դպրոցներ եւ եվրոպային նամակներ է գրում, թե գրեթե եվրոպական մակարդակի կրթություն ունենք։ Значит так, за изобретение ставлю 5, а по предмету неуд. Բայց չկենտրոնանանք մեկ ոլորտի վրա։ Հաջողակ ու խելացի է համարվում այն մարդը, ով գիտի, թե ոնց խաբել բոլոր կենցաղային հարցերում։ Ասենք ինչ անել, որ հետ պտտվեն բոլոր հաշվիչները՝ ջրինը, գազինը, լույսինը։ Փորձառու է համարվում այն տաքսիստը, ով երբեք մանր չունի, իսկ հաշվիչը մի քանի ռեժիմ ունի՝ երևանցի լավ տղա, երևանցի, գյուղից նոր եկած, արտասահմանցի տուրիստ եւ պարսիկ։ Առավել տաղանդավոր են այն տաքսիստները, ովքեր ուրիշից կարողանում են ուղևոր փախցնել, երրորդ գծից առաջին գիծ մտնել, իսկ ճանապարհային ոստիկանությանը հանդիպելիս այնքան խոշոր արցունքներ թափել, որ նույնիսկ ամենանենգ կոկորտիլոսը կնախանձեր։ Միայն Հայաստանում է, որ իրար խաբելու մոգական ավանդույթը հանգիստ չի տալիս ոչ հարկ վճարողներին, ոչ հարկ հավաքողներին։ Նոյը իջավ իմ գլխին, հարկայինն էլ եկավ իջավ նոյի գլխին։ Գրողները խաբում են, թե գրում են գրականություն, մարդիկ էլ խաբում են, թե իբր առնում եւ կարդում են։ Գիտնականները հաշվետվություններ են ներկայացնում, թե ինչ անհնարին գյուտեր են արել չնչին գրոշներով, իսկ պետությունը խաբում է, թե իբր հավատում է այդ հաշվետվություններին։ Միայն մեր երկրում է, որ ընդդիմությունը խաբում է, թե չի բանակցում իշխանության հետ, իսկ իշխանությունն էլ ի վերջո, այսպես ասած, գցում է ընդդիմությանը։ Եվ ի վերջո, միայն մեր երկրում է, որ ոչ միայն եղանակի տեսությունն ու աստղագուշակն իրականությանը չեն համապատասխանում, այլև պատմագրությունը եւ քաղաքական վերլուծությունները։ Հետևաբար ապրիլի 1-ը պետք է վերանվանել ու կոչել համայն հայ ժողովրդի ոգեկոչման օր։ Շնորհավոր մեր տոնը։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։ Այն, ինչ տեղի ունեցավ Ավանում մարտի 23-ին հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցնում։ Դե պատկերացրեք, օրը ցերեկով մարդկանց աչքի առաջ 25-ամյա Բեգլար Հովանիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը կրակ են բացում Բերդի քաղաքապետի որդու, նույն քաղաքի էլեկտրացանցի պետ 27-ամյա Անուշավան Մանուչարյանի եւ նրա ընկերոջ 39-ամյա Արմեն Սիմոնյանի վրա։ Իհարկե շատերին նաև կհուզի, թե արդյոք բավականին երիտասարդ Մանուչարյանին էլեկտրացանցի պետ նշանակելը պայմանավորված չէ հոր պաշտոնով, բայց այսօր դրա մասին չենք խոսելու։ Այլ որ օրը ցերեկով բոլորի աչքի առաջ մահափորձ են իրականացնում երկու օգու դեմ։ Սա էլ դեռ հերիք չէ, կրակոցներով հետապնդում են քաղաքապետի որդուն։ Կարծում եմ շատերը կմտածեն, թե արդյոք ճիշտ են իրավապահները, որ գրավորական կեցվածք ընդունելով եւ մարդասիրական նկատառումներով անխնա չեն պատժում այս կարգի թափտպուկներին։ Թեպետ երկուսն էլ կանոնավորվել են եւ նրանց նկատմամբ քրեական օրենսգրքի երկու հոդված է առաջադրվել, այդուհանդերձ կարծում եմ, որ հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով իրավապահները պետք է կոշտ վերաբերմունք ցուցաբերեն։ Այո, պետք է, քանի որ սա միակ նման դեպքը չէ անցնող շաբաթ։ Մարտի 26-ին կրակոց է հնչում նաև Նոր Նորքում։ Ոստիկանները դեպքի վայրը զննելիս հայտնաբերում են Մակարով տեսակի ատրճանակի պարկուճ եւ արյան հետքեր։ Պարզում են նաև տուժող ինքնությունը, որին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում վիրահատում են ու փրկում կյանքը։
Մինչդեռ կրակողը դեռ չի հայտնաբերվել։ Մի խոսքով, ինչպես հայտնի երգում էր ասվում, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։ Շաբաթվա քրեական առատ քրոնիկոնը, վթարներն ու դժբախտ պատահարները Գագիկ Շամշյանի վերջի սկիզբը չի երևում տեսանյութում։ Եթե նախորդ շաբաթ մեծամասամբ Գեղարքունիքի մարզում էր, ապա այս շաբաթ նոր Նորքի ոստիկաններն էին կարելի ասել պորտս կտրողը։ Միայն 4 օր անցկացեցի նոր Նորքում։ Մինչ բոլորը տարված էին Հայաստան-Չեխիա ֆուտբոլային տենդով ու երկրպագուները ինչպես հետո պարզվեց, ապարդյուն գոռում էին Հայաստան հուպտուր, Նոր Նորքի ոստիկանները ոստիկանապետ Սամվել Խմելյանի եւ քննչական բաժնի պետ Մեհեր Վարդանյանի գլխավորությամբ հուպ տված աշխատանքներ են կատարում թիվ 159 ավագ դպրոցի հետնամասի խաղահարապարակում կրակոց արձակած ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ։ Կեսօրին գլխի մասում ստացած վնասվածքներով ձախ ոտքի ծնկի ստորին հատվածում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխում նշված դպրոցի հարևանությամբ բնակվող 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը։ Ու ֆուտբոլի օրով միլպետն ու քննչականի պետը դեպքի վայր են բերել անգամ պայստային ոստիկանների, էլ թաղային, էլ փորձագետ, էլ քրեագետ, ու եթե դեպքի վայրում չհայտնաբերվեր Մակարով տեսակի ատրճանակից արձակված պարկուճը, շունել էին բերելու։ Մեր տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածի ու Երևանի բնակիչ Նորիկ Միրզախանյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ Միրզախանյանը բութ առարկայով մի քանի անգամ հարվածում է Սողոմոնյանի գլխին, այնուհետև կրակում ոտքին ու տուժածին թողնելով խաղադաշտում անօգնական դիմում փախուստի։ Մեր տեղեկություններով նրա նկատմամբ ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել ծանր մարմնական վնասվածք հասցնելու եւ ապօրինի զենք կրելու եւ օգտագործելու համար։ Այ մարդ Այս մասիվի ու ավանի միլիցեքի վրեն լրիվ գալով է, ոնց որ թուղթուգիր արած լինեն։ Հիշում եք շաբաթներ առաջ, որ Ստահակը օրը ցերեկով ավանում թալանեց տարադրամի փոխանակման կետը, իսկ այս դեպքում օրը ցերեկով կրակոցեր արձակելով հետապնդում են իրենց զոհերին։ Բարեբախտաբար կիլլերներին չի հաջողվում սպանել, իսկ ոստիկաններն էլ ժամերի ընթացքում հայտնաբերում են քանակերսիներ 25-ամյա Բեգլար Հովանեսյանին ու 30-ամյա Հրանտ Հարությունյանին, ովքեր իրենց երիտասարդ տարիքին արդեն անվանակոչվել են Հալալ ու Զուլալ։ Երևի սխալ է սրանց անվանակոչել է Հալալ ու Զուլալ, երբ օրը ցերեկով Մարտաշատ վայրում բնակելի շենքերի տարածքում Բեգլարը Մակարովով, իսկ Գրանդը Մարգուլինով կրակոցներն արձակում Տավուշի մարզի Բերդ քաղաքի էլեկտրոցանցի պետ 27-ամյա Անուշավան Մանուչարյանի եւ նրա ազգականի 39-ամյա Արմեն Սիմոնյանի վրա։ Մանուչարյանը, որը Բերդի քաղաքապետի որդին է, դիմում է փախուստի, իսկ Բեգլարը մինչև նրա տուն հետապնդում է անընդհատ կրակոցներ արձակելով։ Մինչդեռ քաղաքապետի բարեկամին չի հաջողվում խույս տալ Հրանտի կրակոցներից, որն էլ մեջքի եւ նստատեղի հատվածում հրազենային վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ Չես փոշման է։ Հա? Մինչ դեպքի վայրում հարևանները պատմում են, թե նման տեսարաններ միայն կինոյում էին տեսել, մասիվ ոստիկանները իսկ կինոյի բարի տղերք ժամերի ընթացքում հայտնաբերեցին Հալալին ու Զուլալին։ Ու հավատացեք, եթե քրեականն ու քննչականը համատեղ ու օպերատիվ չգործեին, հնարավոր էր ականատես լինենք վենդետայի, քանի որ Բերդի բնակիչների խոսքերով քաղաքապետի ազգականներն էլ մի բարի պտուղը չէին ու դառնալ մի կաթիլ մեղրի պատմություն է։ Հիմա տեսնում եք ճակերտավոր այս հերոսներին Հալալն ու Զուլալը խոնար հարցների նման ձեռնաշղթայված տեղափոխվում են դատարան, որտեղից էլ դատարանի ուղեգրով ուղևորվեցին Նուբարաշենի բանդ։ Հայտնաբերվեցին նաև հանցագործության գործի հրազեններն ու զրովեցը, որով դիմել էին փախուստի։ Ճիշտն ասում էլի պստիկ է, բայց ճստիկ է։ Դա կարելի է վերագրել նաև Էրեբունու ոստիկանապետ Լևոն Յազիչյանին։ Ինչու եմ սա ասում, քանի որ Էրեբունու ոստիկաններին հաջողվել է քաղաքացու ճիշտ աշխատանքների արդյունքում համոզել հանձնել իր մոտ պահվող ու միլիոնների արժեք ունեցող մի ամբողջ արսենալ, որը քաղաքացին անվտանգ տեղափոխում եւ թողնում է Վարդաշենում գործող արհեստագործական ուսումնարանի ցանկապատի մոտ։ Հիմա արդեն փրկարար ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության, ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության պատասխանատուները դեպքի վայրում են, ովքեր անզգուշ քայլ որպեսի չկատարվի, զգուշությամբ նշված հրթիռները տեղափոխել են համապատասխան վայր, որտեղ էլ արդեն կպարզվի հետագա ճակատագիրը։ Ու այս արսենալը նշված վայրից անվնաս տեղափոխելու համար ոստիկաններից, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններից ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից պահանջվեց գրեթե 6 ժամ, հաշվի առնելով, որ հայտնաբերված 12 արկղերում ընդհանուր առմամբ գտնվում էր ալազան տեսակի 48 հրթիռ, տեղափոխման աշխատանքները կոորդինացնում էին պաշտպանության նախարարության ականազերծողների զորամասի մասնագետները, զորամասի հրամանատար Վոլոդիա Զալունցի գլխավորությամբ, ու մինչ իրագործում էին վտանգավոր օպերացիան, ոստիկաններն ու 3 մարտական
հաշվարկով ժամանած փրկարարները հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին։ Սաղ заводской փաթաթած մի շաշ չկա, упаковка ոնց որ գործարանից դուրս ա գալիս է։ Տաուտով բանով սաղ упаковка մի շարժեր չկա ящики։ Երբ անցյալ տարի ներկայացրեցինք Չարենցավանի հիվանդանոցում մահացած 27-ամյա Վարդան Վարդանյանի դեպքը, շատերը թերահավատորեն ասում էին, թե մեղավորներին չեն պատժի, քանի որ հնարավոր կասկածյալների թվում շրջանառվում էր Չարենցավանում հայտնի Խալաֆյան ընտանիքի անդամներից մեկի, Արթուր Խալաֆյանի անունը։ Պատմել ենք, որ խնջույքի ժամանակ առանց հրավերքի անկոչ հյուրի նման գտնվող Արթուրը անպարկեշտ արտահայտություններ էր արել ներկա գտնվող աղջիկներից մեկի հասցեին, եւ երբ ներկաները փորձել են նրան կարգի հրավիրել, վեճ է բռնվել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Վիճաբանությունից 10-15 րոպե անց Որովայնի շրջանում սուր կտրող գործիքից ստացված վնասվածքի հետևանքով հիվանդանոցում մահանում է Չարենցավանի բնակիչ 27-ամյա Վարդան Վարդանյանը։ Չարենցավանցիները պատմում էին, որ եթե այն ժամանակ Խալաֆյանները իրենց ազգակից Վահան Խալաֆյանի սպանության մեջ մեղադրում էին Չարենցավանի ոստիկանությանը, ապա հիմա ում են մեղադրելու երիտասարդի մահվան համար։ Եվ պարզ է, որ վիճաբանությունը հրահարել եւ շարունակել է Արթուր Խալաֆյանը։ Եվ ահա 4 օր առաջ, այսինքն դեպքից գրեթե 8 ամիս անց, մարտի 27-ին Երևանի կենտրոն Նորկմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո երկամսյա կալանքի որոշում կայացրեց Խալաֆյանի նկատմամբ։ Ավելորդ չէ նշել, որ քրեական գործը հարուցված էր 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի, այն է դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը հատկանիշներով։ Գետապ Մարտունի ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարներին բազմիցս են անդրադարձել։ Նշված ճանապարհի որոշ հատվածներ ոլորաններ են, ու դա հաշվի առնելով վարորդները պետք է զգոն լինեն, որքան էլ վստահ լինեն, որ տեղանքին ծանոթ են։ Հերթական ողբերգական վթարը տեղի ունեցավ մարտի 25-ին։ Քարագլուխ գյուղի բնակիչ Մերուժան Բաբայանը գյուղից դեպի Եղեգնաձոր ընթանալիս դուրս է գալիս հանդիպակաց գոտի ու հայտնվում դաշտում։ Վարորդը դուրս է շպրտվել ավտոմեքենայից եւ տեղում մահացել։ Գուցե, եթե նա կապած լիներ ամրագոտին, հնարավոր էր նրա կյանքը փրկվեր, բայց նայելով ավտոմեքենայի այս վիճակին, չես կարող ասել, ամրագոտին նույնպես կփրկեր, թե ոչ։ Վարորդի դին գյուղացիները հայտնաբերում են երկաթե ջարդոնի վերածված մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա, կոտրված ծառերի մոտ, որոնց նայելով գյուղացիները նշում են, որ եթե մեծ արագությամբ չվարեր ավտոմեքենան, ապա 5-6 ծառ չէր կոտրի ու ինքն էլ չէր շպրտվի դուրս։ Երբ մեքենան անսարք է լինում, վարորդները տանում են Խադավիկի մոտ, բայց երբ չեն հետևում, կարող է հայտնվեն բոքս հիշեցնող տարածքում, ինչպես որ եղավ Աշտարակում։ Տեղի բնակիչ 27-ամյա Սերգեյ Ադամյանը ոչ դես, ոչ դեն Աշտարակի ամենաբանուկ Սիսակյան Նարեկացի փողոցների խաչմերուկում Մերսեդեսով պարկասնում է լուսամփոփն ու լուսամփոփի պես աղջկա հեզաճկուն դիրքով վայրեջք կատարում մթերային խանութում։ Բարեբախտաբար ոչ ոք չէր տուժել։ Կոտրվել էին միայն խանութի դռներն ու ապակիները։ Վարորդն էլ կատակում էր, թե Շամշան ջան, ոչ ծիծակ համարներ են, ոչ էլ օլիգարխի կամ շիշկի ավտո է։ Ռաբաձակ տղա եմ, պագրիշկես տրակեց ու եթե չխփե երկաթին ու խանութի դռանը, հաստատ ժողովրդի վրայով է անցնելու։ Ու ես Երևանից հասնում եմ Աշտարակ, նկարահանումներս եմ անում, Ռաբաձակ վարորդը ջան ջիգար եմ անում, իսկ մեծն ապան չկար ու չկա։ Տարվա այս եղանակին ապան դարձել էր դժվար հայթայթվող պոպոկ։ Ինչի եմ սա ասում, քանի որ աշտարակցիները կատակում էին, թե Շամշան, արի մի քիչ պոպոկ ուտենք, մինչև ապայի պնդուկ տղերքը գան։ Մենք հպարտանում ենք մեր բանակով, մեր հաղթանակներով ու շարքային զինվորին ու գեներալին համարում մեր ընտանիքի անդամ։ Բայց ինչ անուն տաս, երբ բանակի սպան մինչև կոկոնը լակած Մերսեդեսով զվռնում է փողոցում ու երբ ճանապարհային ոստիկանը նրան փորձում է կարգի հրավիրել, վերջինս սկսում է անպարկեշտ արտահայտություններ անել ու սպառնալիքներ տեղալ ոստիկանների եւ առասարակ ուժային կառույցների ծառայողների երեխաների հասցեին, մասնավորապես նշելով, թե առավոտ մտնելու եմ Զորամաս, սաղիդ բալեքին շարեմ պլաց ու էլ չեմ շարունակում։ Տեսնում եք ուղեղը թափած էս հայվանին, կոկոնը այնքան տաքացած էր, որ չէր էլ հասկան, որ այդ պայն տեսախցիկս անմահացնում է իր եւ ճանապարհային ոստիկանի երկխոսությունը։ Միայն տուգանային հրապարակում սթափվեց եւ հասկացա, որ նկարվում է։ Ուսածը ձեռքին առած մեղա եկավ։ Դուք եք վարորդը։ Բախեք խմած։ Հիվանդանոցում այդ ինչ կարդաբալը դե կարե։ Չեն կարե։ Ոնց։ Բժիշկը հավայի է զանգում ասում։
Ղարդաբալի չեմ ասել, փչել եմ։ Բախեք, որ թափ վիճակում վարում մեքենան։ Ես սխալվել եմ, ճիշտ չեմ վարվել։ Հասկանում եմ, սխալը ընդունում եմ։ Որտեղ եք դուք կոմանդիր։ Կոմանդիր չեմ ես։ Բա որտեղ եք աշխատում։ Ոչ մի տեղ։ Ոնց, բա հիվանդանոցում ներկայացել եք Զորամասի հրամանատար, տոլի։ Ես չեմ ներկայացել հիվանդանոցում ոչ մի ձևի։ Ձեզ սխալ ինֆորմացիա եմ տվել։ Լավ, շատ ներողություն, այդ դեպքում ինչի համար եք ոչ թափ վիճակում վարում մեքենան։ Լավ, ձեր կյանքի մասին չեք մտածում, մյուսների։ Չեք ասում, ես սխալվում եմ, պարկասու ավտոտեսուչները ճիշտ ժամանակին ինձ կասեցրել են։ Ինչ մեքենա էր։ Մերսեդես։ Ճիշտ է։ Այս դեպքի հետ կապված բազմաթիվ զանգեր ստացա։ Խնդրում էին, որ չներկայացնեմ տեսանյութ, սակայն երբ իմանում էին եղելությունը, անմիջապես ներողություն էին խնդրում։ Իմ տեղեկություններով Պաշտպանության նախարար Սերյան Նոհանյանն արդեն ծառայական քննություն է նշանակել Պալկան ներկայացած այս ինքնակոչի 35-ամյա Արմեն Ղասաբյանի արարքի համար։ Ու հիմա Ղասաբի հոգեբանությամբ առաջնորդվող Ղասաբյանը, որը իրականում ոչ թե Զորամասի, այլ գումարտակի հրամանատար է, խիստ պատժի է արժանանալու ղեկավարության կողմից։ Մարտ էս տեսակ Զիլավայրը անի, որ ինքստինքյան ամբողջ Աբովյանը խոսի։ 35-ամյա Վահագն Սիմոնյանը Աբովյան քաղաքի Օղակաձև խաչմերուկում Զիլով բախվում է տորթեր տեղափոխող Ford Transit-ին, հետո դուրս գալիս հանդիպակաց գոտի, ողջագուրվում Mercedes-ին ու հետնամասով հպվում հաստապուն ծառին։ Վթարի վայրում աշխատող ոստիկանների համոզմամբ հիմնական պատճառը ավազի չափից ավելի բարձված լինելն է եղել եւ արգելակների խափանումը, ու եթե չբախվեր Ֆորդին, ինչի արդյունքում ընթացքը շեղվել է, ապա Զիլը հայտնվելու էր կանգառում, որտեղ այդ պայն մարդիկ են եղել, ու հաստատ վթարը ողբերգական ավարտ կունենար։ Բայց փառք Աստծո, որ հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի համար ստացած վնասվածքները մահացու չեն, եւ հիվանդանոցից հայտնեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երիտասարդների մի խումբ կա, ում մասին վստահաբար կարելի է ասել, իրենք իրենց կյանքի հետևից են ընկել։ Մարտի 25-ի գիշերը 2:40-ի սահմաններում Կորյունի փողոցի բնակիչ 30-ամյա Նարեկ Ղափլանյանը Infinity-ով իրեն դնելով Շումախերի տեղը մեծ արագությամբ երթևեկում է չթույլատրելի հատվածով ու բախվում գետնանցումի պատին։ Բարեբախտաբար գետնանցման հարևանությամբ գտնվող Ժողինստիտուտի մոտ գտնվող կարմիր բերետներն ու քաղաքացիները հասցնում են 4 հոգու դուրս բերել ավտոմեքենայից, որից հետո շտաբօգնության մի քանի բրիգադներ Գևորգ Ղափլանյանին, Հակոբ Բրունսուզյանին, Նարեկ Բրունսուզյանին, Աշոտ Ղափլանյանին տեղափոխում են հիվանդանոցներ, իսկ վարորդին ու ուղևորներից մեկին դուրս են բերում թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի տղաները, հատուկ տեխնիկայի միջոցով։ Ասես սովորական երևույթ է դարձել, գիշերները ինչ-որ երիտասարդներ, մեծ արագությամբ վարելով նրանց կողմյան միջոցները, բախվում են պատերի, երկաթյացուների, ծառերի, ինչի հետևանքով տեղի ունենում ինչ ասես, խելակորույս վթարը։ Մեր տեղեկություններով երիտասարդները նշելիս են եղել վիրավորներից մեկի երեխայի կնուկը ու վստահ եմ, որ բոլորն էլ գինովցած կլինեն, այդ թվում վարորդը, Նարեկը, ում ավտոմեքենայի միջից հայտնաբերվեց ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական։ Այս տեսանյութը դիտելուց հետո շատ վարորդներ դաս կքաղեն, որ քոր բուի կերպարանքով գիշերները զվռնելը կարող է ճակատագրական լինել։ Առավել եւս եթե նաեւ կոկորտը թրջած է։ Իդեպ հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, հեռացվել է Նարեկի փայծախը։ Գյուղամիջյան ճանապարհներին վթարներից խուսափելու համար ամենաարդյունավետ միջոցը արագություն չգերազանցելն է։ Ինչ մեղք ունի հարկային տեսչության աշխատակից 33-ամյա Զորիկ Պողոսյանը, որը 0-9 հանգիստ ընթանալիս է եղել Այնթափ գյուղում, երբ Նոր Խարբերդի բնակիչ 37-ամյա Համբարձում Հովանեսյանը Mercedes-ով հարվածում է։ Ու հարվածն այնքան ուժգին է լինում, որ 0-9-ը շպրտվում ու հայտնվում է հարևանությամբ գտնվող սեփական տների մոտ հոսող Արվակում։ Իսկ Mercedes-ը դուրս է գալիս հանդիպակաց գոտի, փլում տներից մեկի պատը, անհետև բախում գովազդային վահանակին։ Տարի հետևանքով 3 հոգի տեղափոխվում են հիվանդանոց, ու Mercedes-ի մեջ գտնվող վիրավորներից մեկին օգնություն է ցուցաբերում 0-9-ի վարորդը, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը։ Ու չգիտես ինչից ելնելով Մասիսի քննիչը սխալ ինֆորմացիա էր տարածում, թե վթարի մեղավորը հարկայինի աշխատակիցն է, մինչդեռ իրականում նա տուժվածն էր։
Եթե ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի եւ Մասիսի ոստիկանները ժամանակին չհասնեին վթարի վայր, ապա այս Պորշի վարորդին գյուղացիները լինչի դատաստան էին ենթարկելու։ Ու գիտեք ինչի համար, Էսմեր Շումախերչիկը, Երևանի պետական համալսարանի ուսանող 18-ամյա Գոր Սահակյանը Պորշով մեծ արագությամբ Երևան երաս ճանապարհին նենց արագությամբ է սլանում, որ չի հասնում արգելակել մեքենան, եւ դիմացից ընթացող Մարմարաշենցի 51-ամյա Խաչիկ Առաքելյանի զրոյինին շպրտում է ձորը։ Ինչ արագությամբ է վարել Պորշը, բախվել ավտոմեքենային, մեկ այլ ավտոմեքենային, եւ այդ ավտոմեքենան հայտնվել է ձորակում, գլխի վրա շրջվել է։ Իսկ ահա Պորչ ասես, ինչ անուն տաս, նա կարելի է միայն ասի հեռուստադիտողը։ Արդյունքում զրոյինի վարորդն ու ուղևորը քաղաքացիների ու նշված հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնող իտալացիների օգնությամբ դուրս են բերվում եւ տեղափոխում հիվանդանոց։ Ու հայեր գյուղացիները պետք է հաշվեհարդար տեսնեին Պորշի վարորդի հետ, լավ էր, ոստիկանները ժամանակին կանխեցին։ Տեղի ունեցածի վերաբերյալ ապա տեղեկատվություն չտարածելու համար փորձեցինք տեղեկություն ստանալ վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Պավել Եղազարյանից, բայց չգիտես ինչու վերջինս ոչ միայն խուսափում էր պատասխանել հարցերին, այլև մի 14 հարկանի անենց սուտ հորինեց, թե իբր Պորշի վարորդին տեղափոխել են հիվանդանոց։ Մինչդեռ կես րոպե անց քննիչն իր ոտքով մոտեցավ մի երիտասարդի։ Տեղում պարզեցի, որ վերջինս գյուղացիների դատաստանից մազապուրտ եղած աղվամազ երիտասարդն է։ Էս երևի քննիչը փորձում էր հետս բռնոցի պպզոցի խաղալ, առանց մտածելու, որ տեսախցիկը զբաղուց էր բռնել իրեն ու Շումախերչիկին։ Դենինգե Ռոբինզոն Կրուզո ֆիլմը հիշում եք, թե ոնց փրկվեց ուրփաթը, բայց ուրփաթը չկարողացավ փրկել գոլդ համարանիշներով X6-ի վարորդ Էշմիածնցի 26-ամյա Արտյոմ Հարությունյանին։ Ուրփաթ օրը ցերեկով Հարությունյանը այնպիսի արագություն է բացում, որ նախորդի օրինակով չի հասնում արգելակել եւ բախվում արչեվից ընթացող 55-ամյա Ռաֆայել Կարապետյանի կամազին։ Հարությունյանը տեղափոխվում է հիվանդանոց, իսկ վթարի վայր ժամանած մասնագետները կատակում էին, թե X6-ից X-ը մնաց, մեկ էլ լանգետ դարձած համարանիշը։ Իդեպ վթարը տեղի է ունեցել Արմավիրից Էշմիածին մտնող կամուրջի տակ, որտեղ վարորդները մտնելուց առաջ պետք է սահմանափակեն արագությունը, որքան էլ տեղանքին ծանոթ լինես, ու երկաթյա նժույգները հաշվառած լինեն պետական պաշտոնյայի, օլիգարխի կամ պատգամավորի անունով։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը սիրենք իրար, քանի որ բարոյական յուրաքանչյուր կանոնի չափանիշը սերն է, ու ամենակարևորը մարդ լինենք։ Դա ամենադժվար մասնագիտությունն է։ Կհանդիպենք ապրիլի 7-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։